Հայաստանում սահման տանող բոլոր ճանապարհներն արդեն գիտեն, իսկ նրանց գիտեն սահմանին ապրող մարդիկ։ 1000 կիլոմետր սահմանային գիծը անցնում են ծայրից ծայր։ About 4,700 patrols now in the border region. Շուրջ 4700 բարեկություն են կարել սահմանի երկայնքով եւ մեր այստեղ լինելուց հետո միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Գիտեմ, միայն մեր աշխատանքի շնորհիվ չէ դա, բայց մենք այդ աշխատանքի մասն ենք։ Առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, ազգությամբ գերմանացի, Հարավային Սուդան, Կոսովո, Աֆղանստան, Վրաստան, տարբեր թեժ կետերում է եղել։ Հայաստանում է 2023-ի փետրվարի 17-ից։ Դեռ 2 տարի էլ լինելու է այստեղ։ 2025 թվականի հունվարին Եվրոպական միության խորհուրդը որոշեց Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկարաձգել մինչև 2027 թվականը։ This decision shows clearly Այս որոշումը հստակ ցույց է տալիս, որ առաքելությունը հաջողված է, քանի որ մանդատը երկարաձգել հնարավոր էր, եթե Հայաստանը կառավարությունը ասեր ուզում ենք դուք մնաք։ Բայց նաև անդամ 27 երկրների կողմից կար միասնական դիրքորոշում։ Կարևոր է շատ, որ մարդիկ էին մոտենում, հարցնում։ the people were concerned that we might leave. So they said, why is it taking Մարդիկ մտահոգված էին մեր հեռանալ չհեռանալու հետ կապված։ Նրանք հարցնում էին որոշման կայացումը ինչու է այդքան երկարում եւ մենք բացատրում էինք, որ դա Բրյուսելում է որոշվում, ֆորմալ գործընթաց է, որը սկսվել էր դեռ նախորդ ամառ ռազմավարական գործընթացի վերանայումից, թե ինչ է պետք փոխել, ինչը կարելի է պահել։ Սյունիք թե Գեղարքունիք, սահմանին ապրող, սահմանը պահող մարդկանց հարցերը 2 տարի առաջ էլ հիմա էլ շատ են, պատմում է Ռիտերը, բայց հիմա հարցերի բովանդակությունն է փոխվել։ Եթե 2 տարի առաջ հետաքրքրվում էին, թե ովքեր են իրենք, ինչ են անում, ինչպես, ապա հիմա արդեն հետաքրքրվում են, թե ապագայում հնարավոր է մանդատի անդամների գործիքակազմի փոփոխություն։ and we explained that Եվ մենք բացատրում ենք, ոչ, Գործիքակազմը նույնն է՝ դրոշ, ամենագնացներ, հեռադիտակ, լուսանկարչական խցիկ։ we are patrolling alongside the border and the line of Մենք դիտարկում ենք սահմանի երկայնքը հայկական կողմից, լուսանկարահանում եւ Բրյուսելին հայտնում ենք, թե ինչպես է փոխվում իրավիճակը։ We don't have a hidden agenda, we are not an intelligence unit. Մենք ոչ մի հետախուզական աշխատանք չենք անում եւ չենք օգնում այս կամ այն կողմին նախապատրաստվել ռազմական էսկալացիայի, այլ հակառակը փորձում ենք մեր ներկայությամբ կանխել դա։ Չնայած Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտոնյաները հաճախ հակառակում են իրենց մեղադրում լրտեսության եւ հետախուզական տեղեկատվության հավաքագրման մեջ, պատմում է ադրբեջանական կողմն էլ իրենց է նկարում, տարածում։ Sometimes they are shouting at us. Երբեմն էլ բղավում են մեզ վրա, բայց մենք չենք թաքնվում ինչ-որ տեղ անտառում կամ ժայռի հետևում կամ այլ վայրում։ Մենք այնպես ենք կանգնած, որ երկու կողմերն էլ տեսնում են, որ մենք սահմանին ենք։ Մենք լուսանկարահանում ենք, որ նաև համեմատենք, թե ինչպես էր 4 շաբաթ առաջ, 8 շաբաթ առաջ, որպեսզի տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Իսկ այդ դիտարկումների մասին զեկույցները Բրյուսել ուղարկում են ամեն շաբաթ, ուրբաթ օրերին հաշվետվությամբ ամփոփում են 1 շաբաթը։ Then we have a monthly report and Մենք նաև ունենք ամսական եւ 6-ամսյա հաշվետվություն։ Եվ եթե ինչ-որ արտառոց բան է տեղի ունենում կամ միջադեպ, մենք հատուկ զեկույցներ ենք ուղարկում։ Վերջին այդպիսի լարված փուլը ըստ դիտորդների գնահատման September, October or something like this. Սեպտեմբերին էր, հոկտեմբերին, բայց երկար ժամանակ է ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել եւ դա լավ է։ It's good so. Զեկույցները բացառապես Բրյուսելի Եվրամիության համար են, հայկական կամ ադրբեջանական կողմը հասանելիություն չի կարող ունենալ։ Որևէ փուլում այդ զեկույցների բովանդակությանը ծանոթանալու հնարավորություն չի ունենա նաև հասարակությունը մեր ճշտող հարցին, պարզաբանում է Ռիտերը։ What is for the people here are our statements. Այնինչ մարդկանց համար է մեր հայտարարություններն են, մեր մամուլի հաղորդագրությունները։ Հայաստանի կառավարությանն էլ գուցե տեսածի մասին բանավոր հայտնեն, բայց Բրյուսել ուղարկվող հաշվետվություններով երբեք չեն կիսվում։ Հիմա սահմանին ինչ եք դիտարկում։ Situation at the border and the line of control. Իրավիճակը բավականին կայուն է, մենք էսկալացիայի պոտենցիալ չենք տեսնում, չնայած երկու կողմն էլ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում։ Potential for escalation, this is not what we see. At the moment it's really peaceful and calm and we hope it will stay like this. Ճշտող հարցին, թե ամրությունների կառուցումը էսկալացիայի սպառնալիք չէ, ինչպես գործակալություններից մեկին տված հարցազրույցում օրերս ասել է դիտորդական առաքելության ղեկավարը, վերջինս շեշտում է։ But this is a defensive measure. So if both sides Բայց սա պաշտպանական միջոց է, այսինքն եթե երկու կողմն էլ ամրություններ կառուցեն իրենց պաշտպանելու համար, սա մեր տեսանկյունից էսկալացիայի պոտենցիալ չէ։ Այլ բան կլինի, եթե տեսնենք զորքերի տեղակայում կամ ինչ-որ տեխնիկայի հավաքում։ whatever gathering of equipment, this is not what we see. Սյունիքից Գեղարքունիք ԵՄ դիտորդների ղեկավարը չի առանձնացնում հատված, որտեղ ըստ իրենց գնահատման ավելի վտանգավոր է այսօր սահմանի ամբողջ երկայնքով, երկու կողմում էլ կան ռազմական դիրքեր։ I
think the most Բայց իմ կարծիքով առավել ապահով է սահմանազատված հատվածը, որտեղ կա գծանշված սահման, զինվորականները հետ են քաշվել, զինված ուժեր չկան ու բարեկություն են անում սահմանապահները։ Եվ իրենք արդեն առանց հանգստյան օրերի։ But we are already now patrolling 7 days a week. We have a shift system. Հիմա մենք արդեն բարեկություն ենք անում շաբաթը 7 օր։ Մենք ունենք հերթափոխային համակարգ, երկուշաբթից երկուշաբթի ամեն օր։ Եթե արտարոց իրավիճակ չկա, ապա բարեկությունը իրականացնում են ըստ 1 շաբաթ առաջ գծված ժամանակացույցի, իսկ պլանավորում են այնպես, որ ամբողջ սահմանի երկայնքը շաբաթվա կտրվածքով ընդգրկված լինի եւ չլինեն տեղանքներ, որտեղ երկար ժամանակ չեն դիտարկել։ Ի տարբերություն գործիքակազմի անդամների թիվն այս 2 տարիներին փոխվել է։ Առավելագույն 209-ից դարձել առավելագույն 225, բայց 100% համալրվածություն երբեք դեռ չի եղել։ Ինչու՞։ We are now about 179. Մենք հիմա մոտ 179 ենք։ Միշտ գալիս եւ գնում են, փոփոխվում են։ Մյուսներին, որոնք ընտրվում են, պետք է սպասենք։ Հիմա նաեւ բաց տեղերի համար հայտարարություն ենք տարածել։ Ակնկալում ենք, որ կմոտենանք 200-ին։ ԵՄ27 անդամ երկրից 25-ը Հայաստանում դիտորդներ ունի։ Պատմում է, անդամ երկրները այդ հարցում խիստ պատրաստակամ են, բայց դիտորդները տարբեր ժամանակներով են գալիս։ Ոմանք 1 տարի, որոշները 2, երբեմն ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված են ավելի վաղ գնալ։ ԵՄ անդամ երկրներից բացի իրենց թիմին միացել են Կանադայից, հիմա էլ Նորվեգիան է ցանկանում միանալ։ Երբ երկիրը պատրաստակամություն է հայտնում, ցանկացողները դիմում են, հետո ընտրվում են լավագույնները, որոնք համապատասխանում են չափանիշներին։ Նրանց հետ տեսախցիկի առջև զրուցել չենք կարող, կարգն է այդպիսին, պատմում է Ռիտերը։ 2 տարի առաջ այս օրերին, երբ դեռ 1 շաբաթ էր ինչ առաքելությունը Հայաստանում էր, Գեղարքունիքի սահմանային հատվածում Մարկուս Ռիտերը որպես առաքելության թիվ 1 նպատակ նշել էր հակամարտությունից տուժած տարածքներում վստահության ամրապնդումն ու մարդկանց անվտանգությունը։ 2 տարի անց Վայոց ձորի սահմանային հատվածում ընդգծում է։ We see villages and little towns. Մենք սահմանի մոտ տեսնում ենք գյուղեր եւ փոքր քաղաքներ, որտեղ նոր տներ են կառուցվում եւ մենք տեսնում ենք, որ այդ գյուղերում փոքրիկ խանութներ են բացվում։ Իսկ մարդիկ կառուցում են տներ, խանութներ են բացում, եթե տարածքում ապագա են տեսնում։ Անցած 2 տարիներին միայն ներքին հանդում է, որ հասանելիություն չեն ունեցել, պատճառը ռուս սահմանապահներն էին, բայց 2024-ի օգոստոսից այնտեղ են արդեն լինում, քանի որ ռուսներն այնտեղից դուրս են եկել։ We have freedom of movement. Մենք ազատ ենք Հայաստանի սահմանի երկայնքով ցանկացած տեղ լինելու։ Ոչինչ մեզ այդ հարցում խոչընդոտ չէ։ Բացի եղանակից, որը մեր լեռնոտ երկրում երբեմն սահմանային որոշ կետեր դարձնում է դժվար հասանելի կամ անհասանելի։ Իսկ լեզվական խոչընդոտներ բնակիչների հետ շփումներում Ռիտերը ծիծաղում է։ Լեզվական խոչընդոտները չեն խանգարում հյուրասիրության համար։ Խոստովանում է, շատ երկրներում է եղել հայերենը բարդ լեզու է։ 2 տարում մի 2 բառ է սովորել։ Barry Lewis, Schnur Galazun, Lava, so some of them so. Նրանց այսօրվա հաջորդ կանգառը սահմանին ավելի մոտ հատվածն է։ Ճանապարհը պիտի շարունակեն արդեն առանց մեզ։ Իրնամ Կրչյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։